Տեր Ռուբեն, ես նախ կխնդրեմ ներկայացնեք իրավիճակը, հա, այսպես ասած, համացանցում բազմաթիվ տեղեկություններ են շրջանառում, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են այստեղ գալիս, ուսումնասիրում, այստեղ Այստեղ վերջացել է արխետիպը, այստեղ վերջացել է, այստեղ որը այդ խնդիրները չկա, մենք բնականոն կերպով ինչպես որ ծառայել ենք, սպասավորել ենք մեր սիրելի բարեպաշտ ժողովրդին, քրիստոնյա պատարակներ իր ժամանակին, ինչպես որ եղել, այդպես է պետք է լինի։ Այնտեղ իներքել, որ վարչապետ հայրը ցանկանում էր այստեղ ներկա լինել պատարակի նախապայմաններով, որը մենք չընդունեցինք, բնականաբար այդպես է պետք է լինի, որտեղ դա քաղաքականության չէ, քաղաքականության մեջ է նախապայմաններ մեկուս, այստեղ եկեղեցի է, հաստատություն է եկեղեցին, դարավոր 21 դարով իր ուրեմն պատմությունով, իր նկարագրությունով, իր ուղղափառ դավանությամբ, իր սրբերի բարեխոսությամբ, որը մենք հավատում ենք, որ սրբերը բարեխոսում, որպես մեր կայուն անսասան մնա մեր սուրբ եկեղեցին, ցավոք սրտի հիմա ինչ-որ գրողներ տեսնում ենք, եկեղեցին, դուք եկեղեցին որևէ մեկը ոչինչ չի կարող անել, եկեղեցին Աստծո հաստատությունն է, եւ պահապանը ինքն է, եւ ինքն է իր հիմնել, ինքն էլ կմաքրի իր ուրեմն եկեղեցին։ Իսկ հիմա մարդիկ կարծում են իշխանության, որ իրենց տրված է, ով է տվել այդ իրավասությունը իրենց կամ այդ իրավունքը եկեղեցին մաքրելու։ Ինչ ասուտեղ են դրել իրենց։ Իհարկե ոչ։ Չմոռանանք, որ եկեղեցին հիմնադրել է մեր Տեր Հիսուս Քրիստոս, մեր Ավգար թագավորի հավատքի հիման վրա։